Բարև բոլորին, դուք Digitwix ալիքում եք։ Չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, լայքեր դնել, կոմենտներ գրել ու չմոռանաք ֆոլոտալ մեր Instagram-ին, որ ոչ մի կոնտենտ բաց չթողնենք։ Weekend finally դպրոցը սկսել է ու ես չի պատկերացնում որ 10-րդ դասարանը այսքան դժվար կլինի ու հենց ուրբաթ օրն է գալիս ես պրոստը երջանկանում եմ աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ գտնում։ Ու մեր ընտանիքում Կիրակի օրը շատ կարևոր օր է, քանի որ մենք գրում ենք պատարագի ու ընդհանրապես օրը իրար հետ ենք անցկացնում։ Կիրակին սկսվում է եկեղեցիով, պատարագով, Սուրբ Պատարագին, որպեսզի մեր հոգին հանգստանա, որպեսզի մենք աղոթենք։ Մենք պատարագը գնում ենք Բրբանկի եկեղեցին, որը ես շատ եմ սիրում։ Ես շատ հանգստանում եմ իր եկեղեցուց հետո, ասեց ավելի ոնց որ կարող է ջղային գնամ ու շատ բարի հանգիստ սրտով դուրս գամ։ Պատարագից հետո ուրախ հանգիստ մենք գնացինք մաչա խմելու։ Okay, երեխեք, մենք եկեղեցից հենց նոր եկանք ստեղ ու հեսա իմ աշխարհի ամենահամով խմելիքն ենք խմելու, խմելիք չէ, բան մաչա, խմելիքն չեն ասում, այստեղ են թարը, խմելիք չեն ասում, ամպելիք կոն։ Գնացինք մաչա խմելու։ Ես ուզում եմ կիսվեմ, ով որ Ամերիկայում ապրում Գլենդելում, մեկ եք ստեղ Ideology։ Հիշեք այստեղ է դուք մաչա եք սին։ Ինչ աշխուժներ է։ Հա, այո, Ամերիկայում ստեղ լիքը տեղը տենց են անում, որտեվ շները շատ են ու շատ հոգա ուզում են էլի սիրում են շները ամերիկացիները, դրա համար տես թողնում։ Օպալա։ Սեր գնալու ենք շատ հավես տեղեր, գնալու ենք Beverly Hills, նայեք Ինչ սիրուն քուկի է, կարևորը, օգտակար է, չէ՞։ Մաման միշտ ամենաթարս օրերին է որոշում, որ պետք է ծոմ պահի, որտեղ այսօր մենք հավես տեղեր ենք գնալու, վստահ եմ հավես բաներ ենք տեսնելու, հավես ուտելիքներ ենք տեսնելու, մեկը որոշել է հենց այսօր ծոմ պահի։ Ասենք մամ, կարա 3 պահեր, որ մենք 3 տանք։ Նախ այդ թարս օր ասվածը շատ հարաբերական է, հետո կապ չունի, ինչ որ հատուկ օր չես ընտրում։ Ու պետք է այդ չխանգարի, հենց այդ ամբողջ ծոմի իմաստն է, ոչ թե դու ունես օր ընտրես, որ ոչ մի գայթակղություն չի լինելու են, որ հանգիստ նստելու ես, ոչ մի բան չես տենալու, ոչ մի բան չես զգալու ծոմ պահես, այլ հենց այդ աշխարհի մեջ, որ դու կարողանաս ինքդ քեզ հեռու պահես եւ զոհաբերես քո ցանկությունները, անուն ինչ որ մի բանի։ Ամենաերկար ծոմդ քանի օր ա եղել։ 7 7 օր մենակ ջուր ես խմել։ Ես ընդհանրապես ծոմ չեմ կարողանում պահել, ես չեմ ուզում ծոմ պահել, որտեվ կներեք իմ տրամադրությունը համար ավելի կարևոր է։ Որ Յանը չի ուտում, ինքը աշխարհի ամենաագրեսիվ մարդն է, այդ պապային է քաշել։ Հենց ծոմի ամբողջ իմաստը այն է, որ դրա մեջ դու չկորցնես քո խաղաղությունը ու ուրախ լինես, եթե պետք է չուտես ու ջղային լինես ու չգիտեմ կռիվ անես, բան իմաստ չկա։ Ինձ իմ տատիկը ասել է, որ մենք ռասիստուշի օրգանիզմ ենք ու մեզ ուտելիք է պետք։ Այդ պատճառով ես ծոմ չեմ պահել։ Okay, եւ մենք մեր մաչաներով գնացինք գերեզմանոց։ Յան մի քիչ շատ տխուր ասեց, մենք իրականում գնացել էինք որպեսի մի հատ լեգենդար Հոլիվուդի գեղեցկության իկոնան, блондинка, который считали тупой, но на самом деле она была очень умной, Մերլին Մանրոին տեսնելու։ Այստեղ է նա։ Հենա պաչիկները ինչպես տեսնում եք, ծաղիկները շատ սիրուն։ Մերլին Մանրոն շատ լավ օրինակ է, որ գեղեցկությունը ինչպես կարող է լինել շատ լավ բան, որ կյանքում շատ է օգնում, բայց նաև կարող է բերել դժբախտություն, որովհետև Մերլին Մանրոն իր վերջին ֆոտոշութի ժամանակ ինքը ասում էր, ես ուղղակի նայում էի նկարներին, ու իմ լացս գալիս էր, որովհետև ես ինձ սիրուն չէի զգում։ Իր ամենամեծ վախը ծերանալն էր, ու ասեց ես չեմ ուզում ինձ տենց տեսնել, ու այդ պատճառով ինքնասպան եղավ։ Չգիտենք կոնկրետ ինչ է եղել, բայց փաստում է փաստվանա։ Լեգենդա, մարդիկ ասում են իրան սպանել են, մարդիկ ասում են, որ ինքն է սպանել։ Բոլորը միշտ էկրանից դուրս պատկերացնում են, որ ես ինչ-որ գլամուր քնում եմ, ինչ-որ մետաքսե անկողնու մեջ, բայց իրականում ինքը սիրում էր տաք խալաթ, թեյ եւ գիրք։ Տեսնում եք, այսինքն իսկ դա ինչի նշան է, դա մենակության նշան է։ Այո։ Ինքը մենակ է եղել, այնուամենայնիվ ես իրան համարում եմ շատ դժբախտ կին։ Ու ես իմ ուղղակի կասեմ նենց ողենալու իմ համար մի քիչ զզվելի փաստ, որ այս մարդը Ռիչարդ Ֆ. Փոնչերը, նա իր կնոջը, երբ Մերլին Մանրոն մահացավ, խնդրել էր, ասում էր, խնդրում եմ, ես ուզում եմ, որ իմ գերեզմանում լինի Մերլին Մանրոյի վերևը ու որ ինձ հակառակը պարկասնեն, որ ես ամբողջ կյանք հիանամ իրան։
ինքը դեմքով այ մաղարկած, որ նայ մեռնեն մոռել։ Ես պրոստը շոկի մեջ եմ։ Կինը համաձայնվել է, պատկերացնում եք։ Այսինքն դա ինչ կին ա եղել, ես զարմանում եմ։ Ընդհանրապես Ամերիկայում գերեզմանները շատ սիրուն են։ Գիտեմ, որ Հայաստանում է ապրում, չեր ասի, որ սա գերեզմանոց է, որտեղ շատ գունավոր է այստեղը, բայց այստեղ լիքը մարդիկ են թաղված։ Շատ է տարբերվում այն ինչ մեր մոտ է։ Տեսեք, քաղաքի մեծ, քաղաքի մեջտեղում ինչքան կոկիկ, համահունչ։ Դուք գնում եք մարդուն, որպեսզի հիշեք, լավ օրերը հիշեք մարդու հետ, պետք չի միշտ գնալ նեղվել, որտեղ այդ մարդը միշտ ձեր սրտերում ու ձեր հոգում լինելու է։ Դե ինչ, մենք հենց նոր շքեղ Մերլին Մանրոից եկանք շքեղ Beverly Hills-ը ու ընդհանրապես ավելի կոնկրետ Rodeo Drive։ Խոսում եք։ Ամենաթանկ խանութներն են, ամենաստիլնի մարդիկ են ու ասեմ Beverly Hills-ում ամեն քայլից կարող ես տեսնել ինչ-որ հարուստ մարդ, քանի որ ընդհանրապես տեղի տները չափից դուրս թանկ են։ Ընդհանրապես ամեն կողմն որ նայում ես, տեսնում եք լյուքսովի խանութներ, օրինակ հեսա Gucci, հիմա Prada, Valentino, Saint Laurent, ամեն տեղ որտեղ որ նայում ես, luxury է։ Անձամբ ինձ համար Rodeo Drive-ը միշտ ասոցացվել է մի շատ հայտնի եւ ինձ համար սիրելի ֆիլմի հետ Pretty Woman նայեք Երբ որ ինքս ընդ գեղեցիկ կերպարանա փոխվում է ու տոպրակներով քայլում է, եթե չեմ սխալվում, այս մասերում է եղել։ Բեն ես ու պապը մի հատ ֆիլմ ենք նայում The Monsters, ավելի շուտ շոու դոկումենտալնի, ու ստեղ հենց այս շենքի դիմաց շատ սիրուն սցենա կա, որ այդ երկու տղաները փողի մեջ իրանց կորցնում են ու գայս են Beverly-ից 7 հատ Rolex, ամբողջ Louis Vuitton-ի բաները գնում են ու հետո ինչա լինում իրանց հետ։ Անպայման նայեք, շատ սիրուն շոու է ու շատ լավ։ Երեխեք, մի հարց կարելի է ձեզ։ Ոչ։ Ինչու։ Լավ այո։ Ոնց եք դուք վերաբերվում ճոխությանը, որովհետև Rodeo Drive-ին ամենաճոխ փողոցն է, ամենաթանկ ապրանքներով։ Հաճելի է նայել, չգիտեմ, ինձ պետք է։ Ես սիրում եմ։ Հայանան շատ աջողություն։ Ես սիրում եմ ամեն ինչ չափի մեջ։ Հենց ես սկսեմ քշել, ինձ սենց ավտոկարն ես, я и моя будущая малышка։ Նայեք, Ստեֆանո Ռիչի, երբ այստեղ գրած է այս խանութը որտեղ կա ու գուշակեք ինչ կա ստեղ, Երևան։ Yeah, hello. Hi. How are you? Oh my gosh, look at that. Have a good day. Yeah, you too. Hi։ Սենց, առանց անգլերեն հասկանալու շփվեցինք, ու սենց գիտեք քանի օգու հետ եմ ես շփվում։ Մենք հիմա եկել ենք Dior, իմ ամենասիրած խաղապներից մեկը, ուզում ես ցույց տամ իմ երազանքների պայուսակը։ Ինչ սիրուն է։ Սպասի գուշակի գինը։ Մենք հիմա Gucci-ում ենք ու ասեմ, որ այս Gucci խանութը շատ սիրուն է ու շատ սիրուն է ձևավորված, Սենց սիրուն է։ Okay, երեխեք, այս վլոգը ավելի հավես է լինելու, քան ես պատկերացնում եմ։ Ամերիկայում կա շատ հայտնի ու շատ թանկ սուպերմարկետ, որի անունը Air One-ը, չգիտեմ թե ճիշտ եմ ասում, բայց ինքը շատ հայտնի է, ու ես ու Յանան, вообще մեր ընտանիքից առաջին անգամ մենք գնալու ենք ու փորձելու ենք իրանց լեգենդար սմուզիները։ Hailey Bieber, Kendall Jenner, իրանք բոլորը տեղ սմուզիներն են, շատ հայտնի են ու ասում են, որ շատ համով են, դրա համար ես շատ ուրախ եմ։ Ես փորձել եմ Hailey Bieber-ի սմուզին, դու կան Kendall կամ Kylie, Kylie-ը կա։ Չէ, կտեսնենք, լավ։ Air One, ամենաթանկ սուպերմարկետներից մեկը։ Շատ թանկ, այնտեղ մեկ հատ ելակը արժի $20։ Հետ նայած ելակ։ Ես չգիտեմ, ես խոխեքը ինձ ուր են տանում, բայց ոնց որ մի ելակի համար ես $20 եմ ոնց որ վճարելու, իսկ դա հետ իմ սրտով չի։ Երեխեք գնում ենք նայենք ու հետ գանք։ Ես Յանան չի լինի, եթե ես չփորձի այդ հայտնի ու iconic smoothie։ Okay, ուրեմն մենք վերցեցինք մեր smoothie-ները, հիմա կփորձենք։ Ու այնտեղ մենք 3 հատ smoothie-ին տվեցինք մոտ $60, պատկերացնում եք։ Ահ, Այս կոթը մեջը սենց
Ող, սեն մեջը whipped cream-ով։ Շատ համով է։ Շատ համով է, նենք սիրուն է, հələ քոնը փորձեմ դիմ։ Համով է, շատ համով է։ Ես պատկերացնում էի, որ թանկ է այդտեղ, բայց 3 սմութի համար մոտավորապես $60 կներեք։ Այդ գինը, որ դու տեսար 3 հատ սոկի համար դու նեղվեցիր։ $60։ Ու ես պապայի ռեակցիան նկարեցի, պապան ներվանյացել էր։ Պապա, ты в порядке? Ընդդաս։ Ես չեմ ուզում նկարեմ, մենք ում տա ներվայնացած է։ Տեսար ինչքան փող տրեցի։ $60 որ գալա 3 հատ սմուզին տալիս կա։ Ես ակողա դուրդ նենց գա, որ ասես ոобще չորժեր Ինչ պետք է բանալենք որ դուրը գա։ Εσύ դուժո, խիղճ ունես։ Один раз нужно. $60 աշխատած կաս։ Թող մեր պատվիշիկները գրեն $60 3 հատ սոկի համար լավ է թե չէ։ Ինչքան դրամ է։ Հայաստանում $60 ինչքան է։ 24000 դրամ։ Դատո փորձեցինք։ Այ ո՞վ որ Հայաստանում ապրում, ասեք ինչ կարդեիք այս գումարը։ Երեք տատիտ իր ընտանիքով հացենք 3 հոգով իրար հետ Հյուսիսայի պողոտայի կողմերը ասում է 15000 փող ենք պակեի չենք արել։ Մեկ էլ 24000 դրամ տվել եք 3 հատ սոկի։ Вот это Америка։ Սմուզի շատ համով էր, սմուզի խմեցինք եւ գնացինք ինչ-որ Էվայի գտած կորած պարկ։ Միշտ երբ ես ինչ-որ մի բան են ինձ պատասխանատվություն ինչ-որ տալիս, Էվա ինչ-որ մի էստեղը գտի, ինչ-որ բան պատվիրի, ինչ-որ մի բան արա, ես միշտ ինչ-որ մի կերպով ամենապրիմիտիվ բանը սխալ եմ անում։ Հիմա ես ընտրել եմ պարկ շատ սիրուն։ Ու մենք դեռ չենք հասել, բայց ես պրոստը վախենում եմ, որ հանկարծ այդ պարկը չլինի։ Դեռ ներսեկի ես ասում եմ, եթե սխալ տեղ գնանք, ես եմ մեղավոր ու սովե պապան շատ ջջուկնանա, որտեղ պապան արդեն լուրջ հոգնել է։ Ինձ թվում էր իմ սաղ ընտանիքը կհիանա, որտեղ մենք բոլորը շատ ենք սիրում սենց իտալական արխիտեկտուրայով տեղեր։ Գնացինք, բայց սաղ տխուր էին, բոլորը ուրախ չէին։ Ես ուզում էի այդ սաղ պարկով մանգա տեսնեի ամեն ինչ։ Ես զարմացած եմ, լուրջ եմ ասում, ես բերել եմ ամենասիրուն տեղը իմ ընտանիքին, ամենաold money, ամենալան Del Rey vibe փորի տեղը։ Ու իրանք ասում են, որ Born to die տեղը։ Այո, I found my love in Portofino։ Այդ էս տիպի տեղ եմ ինձ բերել, իրանք բողոքում են, ասում են Էվա, այսօրս մեզ բերել։ Նայեք ինչ սիրուն է։ Հերիք չի, բողոքում են, որ ես իրաց էս տեղ եմ բերել, յան ինձ նորմալ չի ուզում նկարի։ Ես սիրուն տեղ եմ, Սեքիստան։ Յան նորմալ կնկարես, բայց աննարա քո այդ վլոգ նկարել, կարես նորմալ նկարես, մի հատ adekvat քայլի։ Խնդրեմ կոմենտներում գրեք, որ Gigi Twix-ը դառնա Gigi Sneakers, որ մենակ ես լինեմ։ Gigi Sneakers։ Gigi Sneakers։ Ես չեմ ուզում յաննայի հետ այս վլոգը վարել։ Gigi Sneakers։ Օրես կվախենա ես տան ապրի։ Մենք իսկան երկար քշել ենք այստեղ ու դու ուղղակի նստես, ես շատ սիրուն տեղ եմ բերել ու գիտես ամենալավը որն է համեն, որ այս ամեն ինչը անվճար է։ Ու գիտեք ամենալավ փասենը, որ ստեղ հիմա հարսանիք է։ Դուք չեք վարկաշ ինչ սիրուն իտալական վայբով տեղ է եւ այսպես գեղեցիկ մենք անցկացրեցինք մեր կիրակին։ Դուք էլ ձեր ընտանիքի հետ լիքը ժամանակ անցկացեք, գնացեք իրար հետ շփվեք, տեղեր տեսեք, ճանապարհեք, որովհետեւ ինչպես բոլորը գիտեք, մենք ապրում ենք ընդամենը մի անգամ, դրա համար ամեն ինչ փորձեք։ Մեր շատ սիրելի G-Twix-իկներ, խնդրում եմ մի մոռացեք մեր երազանքի, մեր նպատակի մասին, որ մենք այս տարի ամեն ինչ անելու ենք, որպեսզի հասնենք 100,000 ֆոլովերի։ Երեք շատ քիչ է մնացել, խնդրում եմ օգնեք մեզ։ Ու դուք մենակ մեզ կարող օգնեք այդ պատճառով։ Եթե ունեք ընկերներ, ովքեր սիրում են YouTube, վերցրեք, բարձրագրվեք, որտեղ մենք շատ ուսուցողական կոնտենտ ենք ձեզ անում ու մենակ ձեզնով մենք կարող ենք այդ մեր երազանքին հասնել։ Հաջող բոլորին։